Ճշմարի երեկո հարգելի հայրենակիցներ, ես գտնվում եմ Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկի այս երկրորդական մուտքի մոտ, ազգային անվտանգության ծառայության մոտ եմ։ Ինձ տիկին Սրբուհի Գալյանը փաստորեն թույլ չի տալիս, որպեսզի ես այցելեմ իմ պաշտպանյալին, ինչ որ նորից խոչընդոտներ են ստեղծում, այստեղ նոր ես մտա անձնագիրս տվեցի, հայտնեցին, որ այս պահին, ինչ է դրսից, որ թույլ չտվեցին ինձ Ձեզ թույլ տվել են ուղղակի ասել են սպասեք։ Այսինքն փողոցում սպասենք, հա? Այսինքն փողոցում սպասենք այստեղ, հիմա նայեք, այստեղ մենք ոնց ենք մուտք գործում ես մեկուսարան, այսինքն տարիներ շարունակ մեկուսարանի հարցը չկարողացան լուծել, տարիներ շարունակ մեկուսարան մուտ պետք է գործենք, մուտ գործելով սկզբից ԱԱՑ ծառայություն, որտեղ չկա ոչ մի պայման, Սրբուհի Գալյանը ուզում է $200,000 բնակարան ունենալ և գտնում է, որ ինքը վաստակել է այդպիսի բնակարան ունենալու իրավունքը, բայց վաստակը նայեք ինչն է, ԱԱՑ-ը, այս մեկուսարանը չէ, ԱԱՑ պատվալները նայում եք, ես հիմա չգիտեմ, այս կողմից չէ իհարկե պատվալները, այլ ներսից են, ներսի մասնաճյուղում է գտնվում մեկուսարանը, մասնաշենքում ավելի շուտ, այդտեղ պահվում է պարոն Ղուկասյանը, դուք երեք ականատեսը եղաք դատարանում, թե ինչպիսի որոշում կայացրեց դատավորը, ակնհայտ անարդարացի դատական ակտ կայացրեց և բավարարեց դատախազի միջնորդությունը, 3 ամսով երկարաձգեց պարոն Ղուկասյանի կալանքի ժամկետը և հիմա պարոն Ղուկասյանը գտնվում է այստեղ։ Այստեղ երկու տեսակցությունների սենյակ կա, փոքր, բավականին անպիտան աշխատանքի համար։ Այդ անպիտան աշխատանքի պայմաններում մենք պաշտպաններս տեսակցում ենք մեր պաշտպանյալների հետ, իսկ հիմա ասում է, որ իբրև թե այնտեղ այդ տեսակցությունների սենյակը զբաղեցված է և հնարավորություն չունեն տեսակցությունը կազմակերպելու, այսինքն սա նույն լրացուցիչ խոչընդոտն է տիկին Սրբուհի Գալյանի կողմից, որը արդեն պարբերաբար և դարձել է նույնիսկ արդեն պրակտիկա իր համար, իր աշխատակիցների համար, որ թույլ չեն տալիս տեսակցել պաշտպանյալներին։ Սա է այս մեր այսօրվա պրակտիկան, բայց դե իհարկե մենք իրենցից համառ ենք, հիմա ես տեղ պետք է սպասեմ, իհարկե եղանակային պայմանները այնպիսին չեն, որ կարելի է երկար ժամանակ այստեղ գտնվել, բայց դե ստիպված պետք է սպասենք։ Բարև ձեզ, ասեք, ինչի չպահենք, որ այսինքն մի քիչ են կողմի, ինչի ես մուտքը չի երևում, նայեք, ես ինչքան բաներ կան, այսինքն իսկ ինչի է այստեղ գործում, ներեցեք, ինչի է այստեղ գործում մեկուսարան, արդարադատության նախարարության։ Իմ գործառույթի Դե ես հիմա եկել եմ, ինձ մերժել եմ, որպեսզի ես այնտեղ կանգնեմ, հիմա դուք ասում եք այստեղ մի նկարեք, այսինքն աշխատակիցները գաղտնի աշխատակիցներ են։ Մի քիչ են կողմի Չիմանանք մենք ովքեր են աշխատում մեր ԱԱՑ-ում, ում ենք խանգարում։ Խնդրում մի քիչ են կողմի, ձեզ ուշացված եղել է, որ մուտքը չնկարեք, մուտքի Այսինքն, հատվածը։ իսկ որտեղ ա գրված, որ չի կարող նկարել, ինչ է կան։ Ես խնդրեցի թող այդ ասի ով որ զբաղված է, թող գա ներկայանա ինձ ասի ինչու է զբաղված, անունը, ազգանունը զբաղեցնող մարդու։ Խնդրում եմ ասեք ով է, որ այդ զբաղեցրել է և ինձ թույլ չի տալիս, որպեսզի ես հիմա տեսակցեմ։ Ինձ թող բացատրեն։ Խնդրում ձեզ մի քիչ են կողմի։ Մի քիչ այդ որ կողմի, այդ քանի մետր, այսինքն որ խնդրում եմ չմի նկարեք։ Այսինքն, բայց ԱԱՑ-ը մուտքը չնկարենք, որտեղ մենք պետք է մուտք գործենք և լրացուցիչ մի պատնեշ անցնենք, նոր տեսնենք մեր պաշտպանյալներին։ Երբ կանչեն ձեզ, այդ ժամանակ խնդրում եմ դուք որպես ծառայող բարձրացրեք ձեր ղեկավարության առջև այն հարցը, որ այլևս ազգային անվտանգության ծառայությունում չգործի մեկուսարան, որի մուտքը չի կարելի նկարահանել։ Այս պահին խնդրում եմ մի քիչ են կողմի։ Այսինքն որ կողմի։ Կամ այս կողմ է, այսինքն մուտքը որն է, դուք
Այսքան կամերաներ կան այստեղից, այսինքն հատվածը մի նկարեք կամ անջատեք։ Ես ինչ եմ նկարում, բայց Աշխատակիցներին պետք չէ։ Ես աշխատակիցներին չեմ, դուք իմ աշխատակից եք, թե ծառայող եք։ Աշխատակից են ծառայող։ Հա, ծառայող եք, ձեր ծառայությունը արեք, բայց մենք չիմանանք ովքեր են մեր մոտ ծառայում։ Ես բացարձակ ցանկություն չունեմ ձեր մուտքերը նկարել։ Ես ուղղակի հիմա պետք է ստիպված արձանագրեմ, որ ինձ խոչընդոտում են, տեսակցել իմ պաշտպանյալի հետ։ Ես ստիպված եմ։ Դա ձեր խնդիրն է, դուք արեք, բայց Դե կներեք, ես ինչ մեղք ունեմ, որ ԱԱԾ-ում գործում է մեկուսարան, որը պատկանում է Արդարադատության նախարարության։ Ես ինչ մեղք ունեմ։ դուք մեր չունեք, բայց պատկում մի քիչ այնքան կամ այսքանը Դե հիմա ես չգիտեմ, հիմա մեր աշխատակիցները ինչ խնդիր ունեն, որ չնկարանվեն, ինչ ԱԱԾ աշխատակից լինելը դա ինչ որ պատվաբեր չի։ Ես ձեզ խնդրում եմ մի քիչ այն կողմի վրա։ Մի քիչ որ կողմից, մի քիչ որ կողմի վրա կանգնեն։ Մի քիչ ինչքան, մի քիչ ինչքան։ Այսինքն այս տոլբան հերիքա։ Մուտքը մի նկարեք, խնդրում եմ։ Ինչի չիմանանք ովքեր են աշխատում մեր ԱԱԾ-ում։ Ինչ պրոբլեմ կա։ Ինչպես։ Դե դուք մեկ արդեն նկարահանվել եք, նենց չի ոչ եք նկարահանվել, նենց որ ձեր մուտքի հատվածը մի նկարեք։ Դե հիմա ես խնդրում եմ ապահովեք իմ մուտքը մեկուսարան, ոչ թե ձեր ԱԱԾ-ը։ Ընթացքի մեջ ինչքան րոպե ես պետք է սպասեմ, ես իմ ժամանակը թանկարժեք ոնց պետք է կառավարեմ, որպեսզի այդ ձեր մուտքերը ինձ ապահովեք։ Ես ինչքան իմ թանկարժեք ժամանակը պետք է ծախսեմ սպասելու վրա, որ Սրբուհի Գալյանի հիմնարկում ինձ ընդունեն։ Ինչ գախնի աշխատակիցները։ Դե հիմա չիմանանք ովքեր են մեր ԱԱԾ աշխատակիցները, դա էլ է շատ կարևոր։ Չիմանանք ովքեր են մեր ազգային անվտանգությունը ապահովում։ Վատ բան է իմ անում։ Իմանանք էլի։ Հա, դե ես սպասում եմ, ես մի ժամ այստեղ սպասում եմ արդեն։ Էս է, հարգելի հայրենակիցներ, տեսնում եք ինչ խոչընդոտներ են ստեղծում։ Ամբոխին տանում են Էջմիածին, ամբոխի մեջ ներգրաված են մարդիկ, ում գործերը գտնվում են հակակոռուպցիոն դատարանում և չգիտես ինչու պարզ չէ, այսինքն այդ հայցերը, որը ներկայացվել էին հակակոռուպցիոն դատարան, մասնավորապես Սամվել Կճոյանի դեմ, այդ Նավասարդ Կճոյանի դեմ, ինչ ընթացք են ունեցել Ապորինի, առերևույթ Ապորինի հարստացման, բռնագանձման այդ հայցերի հետ կապված, հակակոռուպցիոն դատարանում երկու հայց է հարուցվել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կողմից, բայց այդ երկու հայցերի ճակատագիրը ինչ է եղել, մեզ հայտնի չէ։ Դուք հիշում եք նաև, որ պարոն, չգիտեմ, Սամվել Կճոյան է անունը, այդպես է համենայն դեպս տեղեկացվում Դատալեքս համակարգից, այդ Սամվել Կճոյանի նկատմամբ նաև հանրային քրեական հետապնդում էր հարուցվել փողերի լվացման և ինչ-որ խարդախության համար և այլն, ինչ եղան այդ քրեական գործերը և այդ քրեական գործերի ներքո իդեպ դրանք բավականին լուրջ մեղադրանքներ են և կոռուպցիոն հատկապես այդ հայցերը, ինչ են եղել դրանց ճակատագրերը և եթե կար նման հանրային քրեական հետապնդում, ապա ինչու այդ Նավասարդ Կճոյան օրինակ այս ԱԱԾ բանտախցերում չէ, այս պատվալներում չէ ԱԱԾ-ի, այլ այստեղ է գտնվում բացարձակ անմեղ և բացարձակ ոչ իրավաչափ կարգավիճակով Սրբազան Աճապահյանը և Գալստանյանը ինչու են այստեղ գտնվում արդեն ամիսներ շարունակ, հետաքրքիր է էլի, այդ տիկին մեր դատախազը պետք է այդ հարցին պատասխան տա, ես ուզում եմ համեմատություն անել, օրինակ Նավասարդ Կճոյանի գործի հետ, ինչ եղավ այդ գործը, մենք փաստացի տեղեկացված չենք և ինչ եղան այդ ձեր կողմից ներկայացված, գլխավոր դատախազի կողմից ներկայացված հայցերը, այս են
ԱԱԾ աշխատողները հիմա տուն են գնում, տեսեք, սա էլ նայենք, ինչ եղան այդ հայցերը։ Հիմա այսպես պետք է ժամերով փաստորեն սպասենք կամ ստիպված թողենք չհանդիպենք մեր պաշտպանյալների հետ։ Սա է ԱԱԾ պատկերը, ԱԱԾ մեկուսարանը եւ ԱԱԾ մեկուսարան մուտք գործելը եւ իմ պաշտպանյալը դուք տեղեկացված եք, որ ունի նաեւ առողջական խնդիրներ եւ մասնավորապես հենց առողջական խնդիրներով պայմանավորված ես այս ժամին եկել եմ այստեղ, բայց փաստացի այդ առողջական խնդիրները հավանաբար որպեսզի ես չարձանագրեմ, դրա համար այս խոչընդոտը ստեղծել է Տիկին Սրբուհի Գալյանը, որպեսզի ես չկարողանամ տեսակցել իմ պաշտպանյալին Վարդան Ղուկասյանին։ Նորից եմ կրկնում, ինչով է պայմանավորված Տիկին Աննա Վարդապետյան, որ այն հանրային քրեական հետապնդումը, որը հարուցվել էր Սամվել Կճոյանի, այդ նույն Նավասարդ Կճոյանի նկատմամբ, ով այսօր գնացել էր Էջմիածին եւ այնտեղ փորձ էր կատարել, չգիտեմ ինչ անելու, եւ այդ փորձը չհաջողվեց եւ նրանք դիմեցին փախուստի։ Ինքը գտնվում էր այդ տասնյակի կազմի մեջ, տասնյակ մասնակիցներից մեկն էր Արցախի թեմի առաջնորդն էր, որը այս պահին ես կարծում եմ արդեն կարիքացույց է, այդ առաջնորդը Արցախի թեմի նախկին շրջափակման օրերին գտնվում էր Երևանում եւ այստեղ էր դիմել բուժօգնության եւ այդ բուժօգնության ես արդեն հիմա կարծում եմ այդ հենց պատրվակով ուղակի դիմել էր փախուստի Արցախից եւ այդպես էլ չվերադարձավ մինչեւ Արցախը չհանձնեցին, այսինքն շրջափակումից առաջ եկել էր, մնացել էր, թե ընթացքում էր եկել, բայց այլևս չվերադարձավ Արցախ։ Այս դրանք են, այս մարդիկ են այսօր գրոհել, փորձ կատարել գրոհել Էջմիածինը։ Այդ մարդիկ գտնվում են ազատության մեջ, այդ մարդկանց նկատմամբ հանրային նրանցից մեկի նկատմամբ առնվազն ինձ հայտնի է, որ հանրային քրեական հետապնդում է հարուցված եղել։ Նրա այդ մեկի նկատմամբ նաև հայց է հարուցված հակակոռուպցիոն դատարանում գլխավոր դատախազի կողմից, բայց դրանք կարողանում են իրավունք ունեն օրինակ գնալ Էջմիածին գրոհել, իսկ այստեղ գտնվող մեր սրբազանները, այդ թվում նաև պարոն Վարդան Ղուկասյանը իրավունք չունեն մասնակցել օրինակ պատարագի, գիրակնորա պատարագի կամ օրինակ դեկտեմբերի 7-ին իրավունք չունեն գնալ Գյումրի եւ իրենց գյումրեցիների հետ ցավի մեջ գտնվող, այսինքն երկրաշարժից հետո հարազատներ կորցրած գյումրեցիների հետ պատարագ անցկացնեն, այսինքն այդ իրավունքը նրանց ընձեռված չէ, բայց Սամվել Կճոյանին, այդ Նավասարդին իրավունք են վերապահում նույնիսկ գնալ Էջմիածին, թերիք չէ նաև գրոհ, ինչ-որ գրոհների մասնակցել։ Այսպիսի պայմաններում ենք մենք ապրում, այսպիսի տարբերակված մոտեցմամբ է տեղի ունենում այսօր Հայաստանի Հանրապետությունում չակերտավոր արդարադատությունը։ Հիմա ես երևի ընդհատեմ